Մի շատ կարևոր բան տեղի ունեցավ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի երկու հայտարարությունները բանտից։ Ասեք, որ ֆանտաստիկ հայտարարություններ։ Շատ։ Սա ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ինձ թույլ տվեցի արդեն բնորոշել այդ 10 եպիսկոպոսներին որպես տիրադավեր։ Այսա ես համարեցի, որ իմ հոգևոր հայրերը ինձ տվեցին իրական ուղին, թե ինչպես պետք է բնորոշել։ Մինչ այդ ես լռություն էի պահպանում, այդ ձեր ասածը ես չգիտեի, որովհետև այստեղ էլ կային բարձրաստիճան մարդիկ, ընդ որում այդ 10 բարձրաստիճան հոգևորականների մեջ կային մարդիկ, որոնք իմ ընտանիքի համար հարազատ էին։ Հասկանում եք, ես այլայլված սպասում էի։ Էին բառը Էինը, այո, հենց պատահական չէ որ ասում եմ, որովհետև կա մի ռուբիկոն, կա մի սահման, որ դու պետքա քո կյանքում միշտ գծելու ունակություն ունենաս։ Դու հստակ պետքա գնաս։ Եթե կրավորական է քո կեցվածքը, եթե դու դեպքերն ու իրադարձությունները սկսում ես կրկնակի, եռակի, քառակի ստանդարտներով ընկալես, դա նշանակում է, որ դու ինքդ սխալ կյանք ես ապրում։ Կա այդ ռուբիկոնը, դու պետք է այդ ռուբիկոնը գծելու այդպիսի իրավասություն եւ այդպիսի կարողություն ունենաս։ Այո, ես այդ կարողությունը դրսևորեցի եւ գծեցի այդ ռուբիկոնը։ Այո, այդ 10 բարձրաստիճան հոգեվորականները նրանք էլեմենտար տիրադավեր են։ Այսպես պետքա բնորոշել ու դա չպետքա համարել, որ հայ առաքելական եկեղեցում եղավ ինչ-որ ճեղքում բաժանում տեղի ունեցավ, ոչ, ուղղակի համարենք, որ հայ առաքելական եկեղեցում ինքնամաքրման գործընթաց է գնում։